ներկայացողներին նույնպես գտամ, եթերը նաև տեղադրելու եմ YouTube-յան ալիքում, ուստի YouTube-յան ալիքի հետևորդներին նույնպես սիրով ողջունում եմ։ Բնական է, հասկանում եք երևի, որ խոսքը լինելու է դարձյալ ուզուրպատորների մասին, եկեղեցին զավթածների մասին, բայց այս անգամ շատ ավելի լայն կոնտեքստում, որովհետև խնդիրներ կան, որոնք մեր հանրությունը այնքան էլ չի ըմբռնում, այսինքն մեր հանրությունը ըմբռնում է այն հատվածը, որը որ վերաբերվում է կոնկրետ եկեղեցին զավթածներին եւ քննարկումները մցրել է խիստ քրիստոնեական տիրույթ, որը վատ չի, իրարից այդ ընթացքում բաներ ենք սովորում, բայց հավատացած եղեք, հարցը այդտեղ չի, հարցը շատ ավելի լուրջ տեղերում է։ Նախ ես ուզում եմ մինչև այդ շատ ավելի լուրջ տեղերին անդրադառնալը, որպեսզի իհարկե ամբողջը մի եթերով չեմ ներկայացնի, բայց քիչ-քիչ մենք կհասնենք դրան։ Մի քանի եթերների ընթացքում կհասնենք դրան։ Ուրեմն տեսեք, ժողովուրդ ջան, մինչև թեմային անդրադառնալը պիտի նախ ներկայացնեմ երեկվա իմ տեղադրած տեսանյութին, որտեղ որ շատ քաղաքացիներ, շատ ընկերներ Facebook-յան եւ YouTube-յան գրում էին, թե քեզ պետք է իջնում ես այդ մակարդակին կամ այդ ինչ ես տեղադրել եւ այլն։ Ուրեմն ասեմ, ժողովուրդ ջան, իսկապես ինձ պետք չի, եթե անկեղծ լինենք, բայց գիտեք ինչ, պատկերացրեք այսպիսի մի բան, տևական ժամանակ քո մասին եթերներ են անում, քո վրա ցեղ շպրտելով, անում են, խոսում են, ինչ ուզում խոսում են, ու դու ինչ որ մի պահի ստիպված ես լինում կոնկրետ անդրադառնալ իրենց, կոնկրետ, անձնական, ու ասեմ, որ այդ շարքը շարունակվելու է ու միայն այդ տեսքով չէ, նաև այդ նույն սիստեմով, Play Store-ով ես գնալու եմ քաղաքական թեմաներն ենք սկսելու վերլուծել, անդրադարձրել ենք սկսելու անել։ Ու ինձ երբ որ ես շատ շնորհակալ եմ իհարկե, որ մտածում եք իմ մասին, իմ հանդեպ ունեցած հարգանքի մասին, խոնարհում ես, անչափ շնորհակալ եմ, բայց երբեմն դա ինձ համար անհրաժեշտություն է դառնում օդու ջրի նման չեք պատկերացնի ժողովուրդ ջան, որ ասենք պատկերացեք դրսում ձեզ անընդհատ վիրավորեն, բայց դուք չպատասխանեք, գաք տուն ու հետևներից ասեք էշ էին սրանք, չի լինի, չէ՞։ Նույն բանն է, ես էլի չէի հրապարակի, եթե այդ թեման ես դրա մասին բանավոր ասել էի, անցել էի, բայց երբ որ արդեն համացանցում տեսա, ես չէի կարող համացանցով չպատասխանել։ Երբ տեսա հրապարակային տիրույթում, չէի կարող հրապարակային տիրույթում չպատասխանել։ Սա այսպես։ Հիմա գնանք առաջ։ Ուրեմն խնդիրը կաթողիկոս կոչեցյալի, քանդողիկոսի շատ ավելի խորն է եւ արմատակալած եւ այն որ ասում ենք KGB-ի գործակալ, շատ քաղաքական գործիչներ, քաղաքականագետներ էլ վերաբերում են, որ դա Հայաստանում ներդրված ցանց է, ուստի պետքա դեմն առնել ու այս տեսանկյունից են պայքարում։ Ամենայն հարգանքով շատ ապրեք, բայց ժողովուրդ ջան, Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցին գործում է գրեթե ամբողջ աշխարհում։ Այսինքն այդ ցանցը տեղակայված է ամբողջ աշխարհում։ Եվ այդ ցանցը ամբողջ աշխարհից տվյալները հաղորդում Կրեմլին։ Հասկանում եք սա ինչի մասին է։ Երբ որ ասում ենք սա առաջին հերթին ազգային անվտանգության հարց է եւ ուղիղ կապ ունի պետության կառավարման, ինքնիշխանության, հարաբերությունների միջազգային ֆորմատով, այս նաև դրա մասին ենք ասում։ Նախ գամ հեսա օրինակներն էլ կբերեմ։ Գանք մի մատ խորքից։ Ուրեմն ես մի քանի անգամ ձեզ ասել եմ, որ նրանք կարողանում են նույն համայնքներում եւ այլն խոստովանության գալուց բան ինֆորմացիաներ հավաքել, դա հետո անհրաժեշտ է լինում տիրելու համար։ Բայց ինչով են զբաղված Հայաստանից դուրս գտնվող եկեղեցու թեմերը։ Տեսեք, Գարեգին Բ, այդ Կտրիչ Ներսիսյանը, ով հանդիսանում է KGB-ի գործակալ, նա փորձել է որտեղ որ մեծ համայնքներ են, ավելի խոշոր համայնքներ են եւ ֆինանսական հոսքերը շատ են, մարդկային ներուժը նույնպես մեծ է, այդտեղ տեղակայել է իր մարդկանց, իր ենթականերին։ Նրանք, ովքեր իրեն ու Կրեմլին տվել են խոստում եւ այդ խոստումը ավելի ամուր են պահում, քան առհասարակ Աստծո հանդեպ ունեցած ուխտը եւ այլն եւ այլն։ Իրենց դա հետաքրքիր չի, դա ձևական այն վարակույրի մասն է, ձևական մասն է, հասկանում եք։ Իսկ կուլիսային իրավիճակում նրանց երթումը անխախտա Կրեմլի հետ։ Նրանց նշանակացն է, որովհետև նրանց օգնությամբ դարձածը կաթողիկոս։ Երբեմնի ժամանակին առհասարակ падգամավոր էր ուզում դառնալ, մինչև կաթողիկոս դառնալը։ Ուրեմն, որ համայնքներում, որ դա Ֆրանսիայի թեմն է, դա, չգիտեմ, Իտալիան է, դա Կանադան է, դա Վրաստանն է, դա Ռուսաստանն է, Միացյալ Նահանգներն է, այս բոլոր ուղղություններում տեղակայված են
այն առաջնային մանդատ ունեցողները, հա, այս լեզվով ասեմ, որտեղ որ կարող են լավ փողել առնել, ատկատել տալ, կարող են մարդկային մեծ ներուժը օգտագործել պետության, տվյալ պետության մասով ինֆորմացիաներ էլ կորզեն, դրանք էլ ուղարկեն Կրեմլ եւ այլն։ Նրանք Կրեմլի ցանցն են, նրանք մերը չեն, նրանք խորթ են մեզ։ Եվ իհարկե, երբ դուք զարմանում եք վարչապետի այցից Լիտվա, թե Լատվիա, չեմ հիշում, Լիտվա, չէ՞, կարծեմ, երբ այնտեղի սրբազանը շատ նորմալ ընդունեց, դե հիմա պատկերացրեք, ինչպես կարող էր Գարեգինը իր կողքի հավատարիմ KGB-ի մյուս ներկայացուցիչներից մեկին ուղարկել Լիտվա, որտեղ որ հայ համայնքը շատ փոքր է։ Չէր ուղարկելու, նրանց ուղարկելու են ավելի փողոտ տեղերը եւ այնտեղ որտեղ որ գործ կա անելու։ Իսկ այսպիսի փոքր համայնքներում ուղարկում են այն մարդկանց, ումից չի կարող ազատվել մեծ հաշվով, ու պիտի միտեղ ուղարկի։ Այ այսպիսի հարցեր գոյություն ունեն։ Իմիջայլոց այդ պարագայում կարող է հարց առաջանալ, իսկ ինչու Գյումրիում սենց ազդեցության, ասենք իր աչ թևը էլի, Աչապարյանը պիտի լինի, որովհետև Գյումրիում տեղակայված է ռազմաբազան։ Եվ այո, Գյումրիում Շիրակի մարզում չի կարող լինել պատահական մեկը թեմի առաջնորդ, չի կարող։ Եվ պիտի կարողանա այդ ազդեցությունը պահպանել։ Հիմա ես առաջարկում եմ այս օրինակի հետևից տեղափոխվել օրինակ Ֆրանսիա։ Ֆրանսիայում մի կազմակերպություն կա ստեղծված, հարգանքներս, ողջույններս բոլորի, ժողովուրդ ջան, խնդրում եմ հնարավորինս տարածեք, որովհետև էջս լավ պասիվացած է, իսկ առջևում մեծ աշխատանքներ կան դեռևս անելու։ Ուրեմն Ֆրանսիայում կա մի հիանալի կազմակերպություն, հիանալի մարդկանցով։ Կազմակերպության անունն է Հայկական շարժում։ Եթե չեք հետևում, ապա առաջարկում եմ հետևել, որովհետև այո, նրանց հրապարակումները երկու լեզվով են լինում, ֆրանսերեն եւ հայերեն։ Ամբողջովին սատարում են ոչ միայն Փաշինյանին, այլ նաև այն գաղափարախոսությունը, որը մենք կրում ենք ու փորձում ենք Հայաստանը իսկապես դարձնել ամուր պետություն, եւ ոչ միայն սատարում, այլ նաև գործում են այդ ուղղությամբ եւ իրենց հնարավորությունները, միջոցները, կապերը նույնպես օգտագործում են հանուն Հայաստանի Հանրապետության։ Ընդհանուր առմամբ բավականին տեղեկացված են, կարողանում են լավ ունեն արդեն ձևավորած ամուր միջավայր եւ նրանց գործերին ես հաջողություններ եմ մաղթում։ Բայց ամեն ինչ կարող էր հարթ ընթանալ եւ շատ ավելի լավ, եթե թեմայի մեջ չլինեն դաշնակները։ Ես դրա համար եմ ասում, երբեք չի կարելի այս թեմերը եւ այս եկեղեցին ուզուրպացրածներին առանձնացնել դաշնակներից, որովհետեւ ցանկացած թեմում գոյություն ունի, օրինակ, հիմնականում 3 կառույց։ Մեկը հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, իր թեմով ու ներկայությամբ, մյուսը համայնքն է, հայերի համայնքը, հայ մարդկանց համայնքը։ Եվ երրորդը պասորստվան, դեսպանատունը։ Երբեմն դեսպանատուն կարող է լինել, կարող է չլինել։ Որպեսզի ազդեցությունները պահպանվեն, պիտի հայ համայնքը ամեն ինչ անում են, օրինակ դաշնակները իրենցով անելու, իրենց ազդեցության գոտում պահել, մտնում են մեջը, սկսում են, անգամ կարող են չներկայանալ, որ դաշնակ են, բայց կարողանում են ворդ գցել այդտեղ եւ իհարկե թեմը, որը որ պիտի համագործակցի սրանց հետ։ Եվ այս իմաստով հայկական սփյուռքը ինչքան էլ որ ինքը ունի մեծ ներուժ եւ հնարավորություններ եւ կարելի կլիներ դա օգտագործել ու կիրառել Հայաստանի Հանրապետությունը ավելի արագ տեմպերով ոտքի կանգնեցնելու համար, սրանք անընդհատ հետ են քաշում, անընդհատ։ Այս իմաստով կոնկրետ Ֆրանսիայում, ես Ֆրանսիայում ապրող ողջ հայությանն էլ խնդրում եմ ձեզ, հայկական շարժումը ձեզ համար դարձրեք թիվ 1 կազմակերպությունը ողջ Ֆրանսիայի տարածքում եւ ոչ միայն Ֆրանսիայի։ Փորձեք կապվել նրանց հետ, փորձեք թեւութիկունք լինել նրանց։ Եթե ցանկանում եք իսկապես հայկականությունը որոշակիորեն ծաղկի եւ ավելի ճիշտ ուղու վրա լինի եւ ավելի նվիրյալ մարդկանցով։ Հիմա այս դաշնակները բնականաբար այստեղ մի հատ հիստերիայի մեջ են ընկնում եւ ուր է այն թուղթը։ Մեկ փոքր թուղթ է դրել այստեղ։ Հեսա։ Այդ CCIP նախագահները դա էլի դաշնակ, եթե մի կազմակերպության վրա 2 նախագահ չդնեն, դաշնակները ունեն, չէ՞ այդ խնդիրը։ Բանա, մի պետությունում 2-3 հատ կառավարություն ստեղծեն, բան, եկեղեցում 2 հայրապետ ունենանք, չգիտեմ։ Մի հատ էլ կազմակերպությունը CCIP-ին, որտեղ որ 2 նախագահ են, մեկը իհարկե Մուրադ
Փափազյանն է հանդիսանում, մյուսը Արա Թորանյանը, ասեն որ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը մորակրոջ որդիներ են։ Երկու աղբեր նախագահ են, իրենց ուզած ձևով, ոնց որ Հայաստանը կառավարում էին ժամանակին, իրենց կոալիցիոն ուժերով, նույն կերպով այնտեղ։ Եվ սրանք համահունչ գործում են, համատեղ գործում են Ֆրանսիայի թեմի հետ, բանի եկեղեցական եւ հայկական շարժումը, ով հայտարարություններ է անում բավականին առողջ, նրանք փորձում են անընդհատ պարսավանքի ենթարկել, պախարակել, խառնակցություն անել եւ այլն։ Հիմա այս Քանդողիկոս Կտրիշ Ներսիսյանի եւ որոշ սրբապիղծ ճակերտավոր սրբազանների գործունեության մասով հայկական շարժում կազմակերպությունը նույնպես բավականին ակտիվացել էր առհասարակ ամեն ինչում են իրենք ակտիվ, ընդհանուր մինչեւ զինատեսակների հետ կապված մի խոսքով ու անում են հետեւյալ գրառումը բավականին ակտիվ են շատ գրառումներ արել, բայց այս գրառումը կարդում եմ մի բանի համար, որովհետև հենց այս գրառումը զայրացրել է տեղի Ֆրանսիայի սրբազանին ու ինչ որ հայտարարություններ են արել պաշտոնական էջով։ Տեսեք։ Հավատքը չէ, որ սա սամբում է այլ Գարեգինի գահը։ Ես կարդում եմ հայկական շարժման գրառումը, որը որ հրապարակված էր նաև Civic AM-ում։ Ջակ Ռաֆի Փափազյան, Ֆրանսիայի հայկական շարժման նախագահ։ Վարչապետի ելույթը ցնցեց հանրությանը։ Այո, կոշտ էր, երբեմն անպաշտպան, բայց անհրաժեշտ է ճշմարտության պարզությունը։ Այլևս գրեթե ոչ ոք չի ցանկանում պաշտպանել այս կաթողիկոսին։ Բոլորը գիտեն նրա շեղումների մասին՝ հարստություն, շքեղություն, ռուսական շքանշաններ, ընտանեկան նշանակումներ եւ ամենավտանգավորը՝ մի լռություն, որն ազգային ողբերգությունների պահին վերածվել է մեղսակցության։ Ոմանք հատկապես մտավորական շրջանակներից ձևացնում են վրդովմունք, ոչ թե բովանդակությունից, այլ ձևից, սակայն ոչ ոք չի համարձակվում դատապարտել մի պարզ փաստ։ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարն արժանացել է Պուտինի շքանշանին 22 նոյեմբերին, ընդամենը մի շաբաթ անց այն բանից հետո, երբ Արցախի մեծ մասն արդեն բռնազավթված էր։ Այդ օրերին տասնյակ հազարավոր հայեր վտարվում էին իրենց տներից, զոհվում էին զինվորներ, իսկ կաթողիկոսը լուռ ընդունում էր Ռուսաստանի պատվո շքանշանը։ Ինչպիսի ուղերձ էր սա ժողովրդին։ Թե Մոսկվային հավատարմությունը բարձր է մեր զոհվածների հիշատակից, թե ծառայել Կրեմլին ավելի արժանի է, քան ծառայել հայ ժողովրդին, ես կավելացնեի Աստծուն։ Պետք է հիշել կաթողիկոսի եղբայրը Եզրաս arczepiskopos-ը ղեկավարում է Մոսկվայի եւ Նոր Նախիջևանի թեմը։ Սփյուռքի ամենահարուստ եւ ամենաազդեցիկ թեմերից մեկը։ Այդ թեմը իր պատմությամբ ծառայել է որպես ռուսական ազդեցության գործիք հայկական համայնքների վրա եւ այսօր էլ շարունակում է գործել որպես քաղաքական լծակ։ Ուղղակի ենթարկվելով Գարեգին Բեյ ընտանիքին։ Սա շահերի բացահայտ բախում է, սա հոգեվոր գաղութացում է, փաթեթավորված ավանդույթի քողով։ Բայց այդ երբեք ամբողջությամբ չեն հերկվել այն լուրերը, թե կաթողիկոսը ԽՍՀՄ տարիներին համագործակցել է KGB-ի հետ, հատկապես երբ 1970-ականներին հոգևոր ծառայություն էր իրականացնում Արևմտյան Գերմանիայում։ Մեղադրանքներ, որոնք նա անձամբ երբեք չի հերկել։ Վերջերս դրանք կրկին ակտիվացել են։ Նրա հանդիպումներից հետո Բելարուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Պուտինի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկի։ Երբ Հայաստանը փորձում է դուրս գալ ռուսական ազդեցության ցանցից, տեսնել թե ինչպես է մեր հոգևոր առաջնորդը սեղմում բռնապետի ձեռքը, այլևս ընկալելի չէ որպես չեզոքություն։ Դա ենթարկվածություն է, գաղափարական հպատակություն։ Այո, խոսվում է միասնության, համերաշխության հաշտեցման մասին, բայց մոռացվում է, որ եկեղեցին չպետք է լինի ապօրինության ապաստան կամ դավաճանության բաղան։ Վարչապետի մեթոդները կարող են սխալ լինել։ Նա փաստերի սառն արտահայտման փոխարեն դիմեց հուզական ու վիրավորական լեզվի, բայց ինչպես գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքի ժամանակ այժմ էլ պետք է տեսնել հատուկ ծառայությունների գործողություն, որը կբացահայտի այս Գարեգինյան մաֆիայի իրական ծավալը, ցանցերը, հաշիվները, արտոնությունները։ Սա կարող է դառնալ պատմական պահ եկեղեցին մաքրելու, ազատագրելու համար, այն փաստերով մերկացնելով այն, ինչի մասին տարիներ շարունակ միայն շշնջում են։ Եկեղեցին պետք չէ դատապարտել, պետք է դատապարտել նրանց, ովքեր պղծել են այն։ Եվ եթե կաթողիկոսը պիտի հեռանա, որպեսզի վերագտնենք հարգանքը, արժանապատվությունը, ճշմարտությունը եւ եկեղեցու վեհությունը, ապա թող այդպես էլ լինի։ Ոչ ոք չի կարոտի դրան։
Այս բախման վճռորոշ պահին, որքան շուտ նա հեռանա, այնքան քիչ կախտոտվի եկեղեցին։ Նրանք, ովքեր լռություն են պահանջում ավանդույթի անունից, հիշեցնենք, հավատքը չի պաշտպանում կոռումպացվածներին, այն մերկացնում է նրանց։ Եկեղեցին չի կարող վերագտնել իր վեհությունը, մինչև չազատվի նրանցից, ովքեր այն վաճառել են օտարներին։ Վերջապես ժամանակն է, որ դատաստանը սկսվի Աստծու տնից։ Պետրոս 4:17։ Ուրեմն, ահա այսպեսի գրառում է անում Ռաֆին Փափազյան, կներեք, ես հայերեն անունը տամ, Ջակ Ռաֆի Փափազյան, բայց ես Ռաֆի ասեմ, ինձ այդպես երևի ավելի հարմար է, չեմ կարծում, թե Ռաֆին դա դուրս չի գա։ Հայկական շարժման ղեկավարը Ֆրանսիայի այս գրառումն է անում, որը հրապարակում է նաև CVKM-ը, իրենց պաշտոնական էջում էլ դրված է։ Հանկարծ այս նույն դաշնակների ձեռամբ եւ Ֆրանսիայի հայկական թեմը խառնվում են իրար, այս ոչ թե հայկական շարժումը սկսել է հայերին քիչ-քիչ իր շուրջ համախմբել։ Ոնց կարելի է դա թույլ տալ։ Եվ երեք թեմը, այս Ֆրանսիայի հայոց թեմը հրապարակում է անում այս գրառման վերաբերյալ պաշտոնական կայքով։ Թեմի առաջնորդը պաշտոնական կայքով անում է հետևյալ պատասխանը։ Ես հիմա մի քանի բան ընթերցեմ ձեզ համար, հետո արդեն ձեզ ցույց կտամ փաստերով, թե ինչու՞մն է կայանում խնդիրը եւ աշխարհը ինչ է տեսնում, ինչ չի տեսնում եւ ինչու է եւ որքանով կապ ունի այս քանդողիկոսի կագեբեշնիկ լինելը հայկականության թեմաների դեմ եւ որքան առհասարակ աշխարհում հանուն Կրեմլի աշխատելու մասին։ Հիմա հերթով գնանք։ Ուրեմն կարծում եմ Ֆրանսիայի հայոց թեմի պաշտոնական հրապարակումը։ Այս օրերին, երբ որոշ իմաստակներ չեն դադարում հնարավոր բոլոր ձևերով հեղինակազրկել հայ հոգևորականներին եւ ամենայն հայոց կաթողիկոսին, արտաքինից բարեպաշտ եւ բարեփոխիչ ձևացող անձինք ջանք չեն խնայում գայթակղեցնելու 2000-ամյա մեր անսասան եկեղեցու հավատավոր զավակներին։ Ներքին նպատակը ակնհայտ է, հաճոյանալ իրենց տերերին, ճիշտ այդ արշինով չափելով էլ եկեղեցուն եւ նրա առաջնորդներին մեղադրում են այլ տերերի ծառայելու մեջ, մինչդեռ եկեղեցու տերը մեկն է, Աստված։ Հիմա կշարունակեմ, այստեղ մի բան ընդհատեմ։ Եկեղեցու դեմ որևէ սրիկա, ով տարածում է այդ թեզը, թե եկեղեցու դեմ արշավ կա, ինքը հանդիսանում է եկեղեցապիղծ։ Սա շեշտ է։ Ու այստեղ չփորձեք հավատացյալ խաղալ գլխներից, որովհետև ոչ ես, ոչ հազարավոր, միլիոնավոր հայությունը երբեք թույլ չի տա եկեղեցու դեմ որևիցե մեկի ոտնձգությունը։ Այդ դուք կարող եք եկեղեցիներից փախչել, փրկելով ձեր կաշին եւ Աստծո տունը թողնել ապաշտպան ադրբեջանցու առաջ, բայց ճոխ-ճոխ հայտարարություններ անել։ Այդ դուք կարող եք խախտել ամենատարբեր օրենքները, չենթարկվել դրան, բայց փոխարենը շատ լավ ենթարկվել որոշ արտերկրյա գործակալական ցանցերի։ Շարունակենք։ Առավել ցավալի է, որ Հայաստանում իրենց սպասած սադրանքին չհասնելով խաղի մեջ են ներքաշում նաև Սփյուռքը։ Վառ օրինակ է Ֆրանսիայի հայկական շարժում կոչված, նաև Սփյուռքին դուք եք ներքաշել։ Հայտարարություններ են հնչել թե Վրաստանից, հայտարարություններ են հնչել Կանադայից, հայտարարություն է հնչել ձեր կողմից։ Սատարում ենք կաթողիկոսին ու եսի մինչեր եք լսում։ Հիմա քեզ հարց եմ տալիս Ֆրանսիայի հայոց դեմ թեմի սրիկա։ Կաթողիկոսները խաղունի թե չէ, կուսակրոնությունը վերացրել եք կանոնագրքից, թե ոչ։ Հարցը դա է, դա պատասխանեք, չեք կարող փիլոնները թանեք ու ստիկտիր եղեք բոլոր տեղից, ու լինելու եք, այնպես չի չեք լինելու։ Շարունակեմ։ Սփյուռքին խառն, այո Սփյուռքն էլ պիտի ոտքի կային, որովհետև դա իր եկեղեցին է, ու պիտի մաքրի ձեր նման սրիկա հանցագործներից, ձեր նման ուզուրպատորներից, ու առհասարակ Սփյուռքի համայնքներն էլ ես 5-րդ տարին ասում եմ, եւ դրա համար դաշնակները որ որտեղ տենեն քեզի գյուլելու են բան են անելու, սա իրաց մաքսիմումն է, ընդ որում փորձել են արել։ Եվ դաշնակները հետ սա են փորձում պահել, որպեսզի ձեր այդ կապերի միջոցով հայկականությունը չթողնեն զարտի։ Պղտորել եք ամբողջ Սփյուռքի միտքն ու հոգին։ Քանի անգամ եք կոչով հանդես եկել, որ բանը հայերը ովքեր ունեն հնարավորություններ Հայաստանում որոշակի ներդրումներ անեն ու ծրագրերով հանդես գան։ Քանի անգամ սրիկաներ։ Ձեր փողի ու լափի համար լռվել եք բոլորին քաշում եք ձեր ջեբը։ Շարունակենք։
Վառ օրինակ է Ֆրանսիայի հայկական շարժում կոչված կազմակերպության տխրահռչակ նախագահ, տխրահռչակ չի, շատ էլ գովասանքի արժանի է, տխրահռչակը ձեր համար, որովհետև հեսա նենց եք տխրելու, որ էլ ասելու չի։ Ժակ Ռաֆիկ Փափազյանի գրառումը, այն գրառման մասին է խոսքը, որը որ ես նոր ընթերցեցի ժողովուրդ ջան։ Հիմնված միայն սուտ ու մտածածին բամբասանքների վրա։ Արա սուտ է, պաշտոնապես դու երկի արա։ Որն է սուտ, հլա ասեք, Բելարուսի հետ մարդ է գրել է, ասում ախպեր ջան, 22 թվին շքանշան բազեց ստացավ դեսպանատնից, սուտ է դա, որ ասում եք սուտ է, այս սատ է սուտ է Բելարուսի նախագահի հետ հանդիպել է արա, սուտ է 70-ականներում Գերմանիայում հավաքագրված լինել է արա, սուտ է երախեք ունենալ արա, որն է սուտ է ժողովուրդ, մի հավատացեք սուտ է, հրապարակային սաղ տեսնում եք, չէ սուտ է չհավատակ, այ հիստերիկներ Ավելորդ չենք համարում պարոն Ժակ Ռաֆիկ Փափազյանին հիշեցնել, որ զրպարտությունը առանց փաստերի եւ ապացույցների այլ անձի հեղինակազրկելը քրեապես դատապարտելի երևույթ է, թե Հայաստանի, թե Ֆրանսիայի Հանրապետության օրենքի համաձայն։ Ուրեմն ձեզ ասեմ, թե Ֆրանսիայում, թե Հայաստանում օրենքը պաշտպանում է խոսքի ազատությունը եւ մարդու կարծիք ունենալու ազատությունը այդ թվում։ Եվ թե Հայաստանում, թե Ֆրանսիայում դուք փորձեք Դուք միայն փորձեք Ժակի դեմ գործ հարուցել։ Դուք միայն փորձեք։ Նախ ձեզ այսպես թե այնպես այս դռան մոտից իրավական համակարգը կաթոք համակներից կդառած կանի, ու տակը գիտեք ինչ կմնա։ Տակը կմնա այն, որ հայոց թեմը պաշտպանում էր մի պղծի, ում պղծության մասին հենց Ֆրանսիայի հետախուզական բաներում էլ տվյալներ կան, կարող եք հանգիստ լինել։ Եվ մի կազմակերպության ղեկավարի դատի էր տալիս Ֆրանսիայում։ Հասկացաք, խայտարակեք հայ մարդու անունը մինչև վերջ, սրիկաներ։ Հորդորում ենք նաև, որպեսի հերյուրակներ տարածելու փոխարեն, պարոն Ժակ Ռաֆիկ Փափազյանը ուսումնասիրի աղաղակող այն փաստը, որ Արցախյան ստորացուցիչ պարտությունից հետո միայն եկեղեցին ու իր գահակալն են ամենաբարձր հացիաների շարունակություն գերիների բռնազավթած հայրենիքի գաղթական ժողովրդի ցավերի եւ իրավունքների մասին։ Հիմի այստեղ այնպես հավեսով քապուր կդնի մի հատ սուտ ասողի վրա։ Մեր դիվանական գիտական բլոկը ոչ մի միջազգային կառույցում Ոչ մի կերպ սրա մասին չի խոսում։ Հիմի ով է ստում այդ կեղծիքներ, այ ոտքից գլուխ կեղծիքներ։ Ով է խոսում։ Ով այդքան գերիների վերադարձը Գարեգինն է կազմակերպել երևի։ Գարեգինն է կազմակերպել այդքան գերիների վերադարձը մինչև այսօր, մատներիդ չեք տվել, սրիկաներ։ Ձեր ոչ մի տեսակ հնարավորություն չեք օգտագործել։ Մի հատ գնացին այս վերջերս, որ բոլորին ցույց տան, էլի։ Գնացել էր որ Շվեյցարիայում գերիների կռեմ էլ գնացեք գերիների մասով։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տերը հովանավորը սպոնսորը դա բանն էր, Ռուսաստանն էր։ Ձենզուն չկա այնտեղից։ Մենք Ֆրանսիայի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ չենք։ Ռուսաստանն է մեր ռազմավարական գործընկերը, ով նոյեմբերի 9-ի փաստաթղթով վիզա վերցրել, որ պիտի կետերը բան լինեն, իրականացվեն։ Քանի կետ է իրականացվել, արա։ Բայց Շվեյցարիա խեք գնում։ Շվեյցարիայի հետ մենք ինչ ունենք։ Չէ, ունենք ահագին կապեր, բայց ռազմավարական արա։ Պատասխանատվության ինչ-որ բան կա այնտեղ։ Միայն բացի նրանից ոչ ոք չի խոսում։ Խոսալով չի նախ գործելով է։ Եվ երկրորդ Սաթիկ Նյուզը, ովքեր որ ձեր հետույքներն են փորձում պահել ազգային պարակման գործակալական ցանցը նյուզային, Սաթիկ եւ Բիսեդկի Անժո նյուզային ցանցը զբաղված է մխտրելով հայ հասարակության ուղեղը, թույն ու թարախ ներարկելով նրա հոգու մեջ։ Եվ դուք ամեն մեկը ձեր պատարակներին, ձեր ամեն ինչից հետո նույնպես քարոզ եք անում հակապետական, հակահայկական, հակաիշխանական։ Հիմա եկել եք այստեղ խոսում եք չգիտեմ ինչերից, հորդորում եք, այնքան հորդորեք տակից դուրս չգաք արա։ Միայն նա է խոսել։ Հետ սուտը ստեղ է, հենց ստեղ է սուտը, ու գիտես ինչ։ Եթե օրինակ անգամ Ռաֆին բանը սուտ խոսա, նա պատժվելու է օրենքով, եթե։ Բայց դուք պատժվելու եք Աստծով ձեր սուտ խոսելու համար։ Որովհետև դուք հանդիսանում եք Աստծո ներկայացուցիչը, մեր միջև կապը, չգիտեմ ինչը, դուք չգիտեմ Աստծունուխ տված հնազանդ ծառայողները։ Բայց քանի որ դուք հանդիսանում եք նաև KGB-շնիկ, հետևաբար դուք հավատք չունեք ու դուք ընդամենը ուզուրպացրել եք
Զավթել եք հայ առաքելական եկեղեցին, Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին։ Եվ դա է պատճառը, որ մինչև այսօր ինչ ուզել, ինչպես ուզել, այդպես ասպատակել եք։ Բայց դուք սիկտիր եք լինելու։ Դուք բոլոր ով այս ընթացքում ես ուշով ամեն մեկին չեմ անդրադառնում։ Ես ուշով հետևում եմ բոլոր տեսակ քահանաների, սրբազան կոչեցյալների, բոլորի էջերին։ Ու սկրիններով սիրում պահում եմ ինձ համար։ Երթով սիրում ոչ մտնում, ակտիվանում եմ, ոչ էլ պահում եմ։ Ու այդ բոլորը պատասխան են տալու։ Պետության դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ ու հայ ժողովրդի դեմ դուրս գալու համար եւ սփյուռքը պառակտելու համար։ Եվ չտալու համար, որ հայ ժողովուրդը Հայաստանի պետությունը զարգանա, Հայաստան պետությունը։ Շարունակենք։ Եկեղեցին ու նույն ամուսն, բայց սրանք հենց բան ունեմ ասելու, ես այսի կարտան վերջացնեմ ժողովուրդ ջան, հետաքրքիր արժևում է։ Եկեղեցին ու նույն անվանակող հոգևորականներն են, որ 5 տարի է հնարավոր բոլոր միջոցներով օգնության եւ մխիթարության ձեռք են մեկնում որբացած Արցախահայությանը։ Իսկապես։ Արա, կներեք չգիտեի, չէի իմանում, վայ հազար ներողություն ես ինչ եք ասում։ Մտը հրապարակեք, տեսնենք ինչ եք արել։ Մեկ հրապարակ, եկեղեցին, Արցախահայությանը ձեռք է մեկնում պաստորեն։ Սիրելի արցախցիներ, եկեք, քանի որ այս սրիկաները երբեք չեն բան անելու, եկեք ձեզ հարցնեմ, խնդրում եմ ձեզ աղաչում եմ, անկախ նրանից ինձ սիրում եք թե չէ, իմ հանդեպ նորմալ եք վերաբերվում թե չէ, չնայած ես բոլորից սիրում եմ։ Խնդրում եմ ձեզ, ում համար եկեղեցին մինչև այսօր մի բան արել է, խնդրում եմ ձեզ, կապվեք ինձ հետ։ Աղաչում եմ, իմ Facebook-յան էջում իմ հեռախոսահամարը դրած է, աղաչում եմ ձեզ կապվեք ինձ հետ, տեսնեմ քանի զանգ կստանամ ես։ Թե համայնքից վերցրած ջեբները խոթացն եք հաշվում, դուք գիտեք դժվար է այսօրվա դարում դա իմանալն ու ճշտելը, թե ուզում եք մի հատ հաշվենք, թե Եզրասը Մոսկվայի եկեղեցում ինչ կարևոր բաներ էր պահում ու չէր ուղարկում Արցախ։ Մյուս կողմից շատ լավ հասկանում ենք, որ այս բոլոր իրական եւ ոմանց սարսափեցնող առարկայական փաստերը պիտի անտեսվեն եւ ստորացվեն, որպեսզի պղտոր ջուր լցվի իրենց հայասպան ու պառակտիչ տերերի ջրաղացին։ Ֆրանսահայ թեմը կոչ է անում հայ առաքելական, նախ հայ առաքելական Սուրբ եկեղեցի չի, Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցի է։ Իր զավակներին հերու մնալ սարդրանքներից, տեղի չտալ պառակտիչ եւ ժամանակավոր անձերի հերյուրանքներին, մերժել մեր ազգի միասնությունն ու հավատքը սասանող ամեն երևույթ։ Տեր անսասան պայր դու միշտ քո իսկ հիմնած մայրաթոռը։ Տեսեք, ամենավատն է, որ ձեր նմանների խոսքը չի լսվում, որովհետև դուք ուզուրպատորներ եք ու վերջ։ Դուք կեղծիքի արքաներն եք։ Նստած ասում է, ձեր մի կողմից, մի րոպե, ստեղ ասում եք, բան, մերժեք այդ ամեն ինչ, բայց մեր ինչ գործ։ Աչապայանն է ասել է, մեր գործը չի։ Մեր գործը չի, մենք էլ ինչ ուզում խոսում անում ենք, ձեր ինչ գործն է բա։ Բայց ձեր ինչ գործ, դուք ով եք այդ բազարի մեջ, եթե մեր գործը չեք դուք։ Ոչ կարանք ձեր համար մենք ձեր գործը լինենք։ Դուք ով եք այտենց։ Մենք ուզում ենք առհասարակ Պոլսի երբեմնի սրբազանի պատմություններից պատմեմ, որովհետև մեկը դուրս եք եկել, մինչև այսօր թուրք ու դուք ոչ մի բառ չասեցիք, այստեղ թուրք էին ման գալի։ Իսկ դա օգտագործվում էր հայ ժողովրդին պառակտելու համար։ Այնինչ դրանից առաջ հենց սրբազանը Թուրքիայում, Թուրքիայի թեմի, երբ ես ինչ արմավենի, կհիշեք երևի Թուրքիան օպերացիա էր իրականացնում, նա դուրս էր եկել թուրք զինվորին էր օրհնում, որպեսզի հաղթանակով վերադառնա տուն։ Որ ասում ենք այդ թշնամանքը իհարկե կա մեր ներսում մեր պատմական հիշողությունն ու բանը, հա, ատելությունը որոշակիորեն չի կարող դա չնել, բայց դա փորձում եք կառավարել ի օգուտ ձեզ, այս դրա համար ենք ասում։ Բայց այս Ֆրանսիայի հայոց թեմի սրբապիղծին, այսքան ճակերտան սրբազանին, մի հատ այսպիսի բան ասեմ, էլի գլա։ Հայաստանում դու հանդիպել ես Ֆրանսիայի դեսպանին, Հայաստանում գործող Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպում ես ունեցել։
Պաշտոնական էջում դրվեց, որ մի հատ նկար, որ Ֆրանսիայի հայոց թեմի սրբազանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին։ Քննարկվել են, չգիտեմ ինչ հարցեր, ու վերջ։ Իմիջայլը ժողովուրդ ջան, ասեմ, սա Սերժի ու Քոչարյանի ժամանակվա լրատվական մակարդակն է։ Հիշում եք մեզ երբ որ ասում են, բան, չեն կարա էլի այդքան թաքցնեն, հա, նախագահ հանդիպել է, չգիտեմ, որտեղ հանդիպում է ունեցել, քննարկվել են ցած հարցեր, всё, իե։ Դրա համար էլ ոչ մեկս մինչև 20 թիվը տեղյակ չէին, ինչ է իրականում կատարվում։ Քննարկել է, ոչ մեկ չէր բացում փակագծեր։ Արա, բայց ո՞նց է լինում, որ մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ խնդիրը եղել է հետևյալը։ Որ այս սրբազանը, ով պիտի հիմա գա Ֆրանսիա, նշանակվի այդտեղ, նրան Ֆրանսիայի դեսպանատունը վիզա չի տրամադրում։ Կարող է դրա մասին եղել խոսակցությունը հայոց թեմի առաջնորդ Ֆրանսիայի։ Եվ գիտես ինչ, այ հենց այստեղից էլ սկսեմ մեր հանրությանը ներկայացնել, թե ինչու է հնարավոր, որ չտրամադրեն։ Ժողովուրդ ջան։ Եթե մեզ թվում է, թե աշխարհը միամիտ է, ու մենք կարող ենք շուստրապատ լինենք, սխալվում ենք։ Ֆրանսիան դա կայսրություն է։ Մեր աշխարհը մեծ կայսրությունն է։ Այս պահի դրությամբ։ Ու միշտ ինքը եղել է շատ ավելի մեծ։ Ֆրանսիայի կայսրությունը վստահ եղեք աշխարհի լավագույն հետախուզությունը ունի։ Ինչպես Գերմանիայինը, ինչպես Բրիտանիայինը, ինչպես Միացյալ Նահանգներինը, հասկանում եք։ Եվ որևիցե մեկի պատմելով չի, որ դրանք պիտի տվյալներ ունենան։ Նրանք շատ լավ գիտեն։ Եվ այս թվարկածս երկրների հետախուզությունները նույնպես, երբ որ Հայաստանի հետ մի կարևոր բան պիտի անեն, նրանք նայում են ինչ կա չկա։ Հասկանում եք։ Նրանք իհարկե չեն հավաքելու տանեն խուցը մցնեն, բայց իրենք լուր հետևում են ու դրանից ելնելով Հայաստանի հետ սկսում աշխատել կամ չաշխատել։ Ես ձեզ ասել եմ, չէ, որ այս ամեն ինչը մենակ դրա մասին չի, որ երեխա ուներ թե չուներ կամ մենակ հեռակնգաներ դոմփում են ինչը։ Ոչ, սա ես քանի անգամ ասել եմ, որ ազգային անվտանգության հարց է եւ ոչ թե Հայաստանի դեմ ուղղված, այլ աշխարհի դեմ, որովհետեւ Ռուսաստանը այդքան ներդրում չէր անի Հայաստանում, հասկանում եք։ Նայեք։ Ինքան հարկավոր է, որ հանկարծ բան չփոխվի, նույն եկեղեցու, որտեղ դա իր գործակալական ցանցն է։ Այս հետախուզական տվյալները ունեն բոլորը, որ մեր կաթողիկոս կոչեցյալը հանդիսանում է KGB-ի գործակալ ու բնականաբար, ինչպես ցանկացած գործակալ, այնպես էլ սա իր ցանցն է ստեղծել, տարբեր տեղերում ներդրել եւ այլն եւ այլն։ Այսքանով դա մեծագույն ներուժ է, մեծ կարևոր ֆիգուրա Ռուսաստանի համար եւ այդ շքանշանները հայ եւ ռուս եղբայրական հարաբերությունները զատը ինչ արել են։ Մեկ հանդես քիչ են արել, հասկանում եք։ Բայց մեկ էլ այդ շքանշաններ են ստանում, այնց տենց բաների համար, որ տվյալ երկրներում նրանք աշխատում են Ռուսաստանի օգտին, տվյալ երկրի դեմ։ Հասկանում եք։ Բայց զուգահեռաբար ներկայանում են հայեր։ Հայկական, հայաստանյաց։ Հիմա այդ երկրի ղեկավարը, օրինակ, Փաշինյանը գնում է, այս երկրի ղեկավարին ասում է, եկեք մի հատ sense բան միասին կարող ենք անել։ Սա ասում է, մի րոպե մա ցանոթանամ քո հետ, էլի։ Բնականաբար դիմում է իր հետախուզության տվյալներ են բերում, բացում կարտում է։ Ուզում է հասկանա, այդ կարգի լուրջ բան կարող են միասին։ Նայում է տեսնում է, որ այլ ախպեր ջան, սրանք հենց չեն ազատվել այս ամեն ինչից։ Հիմա մի հատ էլ թազա գործակալներ ընդունենք, ոչ մեկ չի ուզում իր մոտ, առավել եւս ռուս-ուկրաինական ֆոնին, ոչ ոք չի ցանկանում իր մոտ ունենալ KGB-ի գործակալներ։ Այս սրանում վստահ եղեք։ Եվ այո, երբ որ Փաշինյանը այս ամեն ինչի արանքը սաղմոսների, գրառումների, մի հատ գրառում արեց, որ սա նաեւ ազգային անվտանգության հարց է։ Այ հենց այդտեղից էր պետք բռնել ժողովուրդը։ Այնպես որ այս դաշնակների ակտիվացումը, չեկիստ Վանեցյանի վազելով այրոպորտ գնալը, չգիտեմ, այսօր գնացել են դիմավորեն սպալնիից դուրս գալուց ննջասենյակից եւ տանեն զուգարան որ չիշիկանի հետ բերեն բարկասը։ Չգիտեմ, այդ արարողակարգերը չեկիստների մոտ ոնց է արվում, դա հրապարակային ասում են թե չէ, այնուամենայնիվ այս ամեն ինչը իզուր չէր եւ այդ հազարավոր մարդիկ են դուրս եկելը ներկա, մենք ներկա ենք եւ իհարկե ցավոք սրտի որոշ մոլորյալներ եւ օգտակար ապուշներ
Այդ թվում ես չեմ ասի թե ովքեր գնացել են դիմավորելու նրանք բան են գործակալ են ոչ այստեղ այլ հարցեր կան եւ սա մեր պետականության հարցն է մեր աշխարհի հետ մենք մտնում ենք մի կարևոր փուլ եւ տեսակ էս նոր ներդրումը 500 միլիոնանոց որ աշխարհը միանում է AI ոլորտի այստեղ այլ հարցեր են հիմի լուրջ խաղացող է դառնում Հայաստանը աշխարհում եւ այդ լուրջ խաղացող դառնալու ճանապարհին հասկանում եք աշխարհագրություն գիտեն բոլոր երկրների ղեկավարները նրանք Թուրքիայի բալանսավորելու խնդիր ունեն նրանք Իսրայելի եւ արաբական աշխարհի մասում պիտի ուշադիր լինեն նրանք Իրանի հետ հարցեր ունեն եւ Ադրբեջանի նավթն են հաշվի առնում հաշվի են առնում ռուսական ազդեցության գոտին եւ այս ամեն ինչի մեջ Հայաստանը ինչպես մեզ դպրոցում սովորացնում են թե գիտեք Հայաստանը աշխարհագրորեն շատ վատ տեղ է դրա համար մենք չենք կարողանում զարգանալ մեկ ընդերից են արտակվում մեկ ընդերից են արտակվում այս ամեն ինչը մեր ուղեղի մեջ նստացնում են որպես մենք ստրուկի մտածելակերպով մեծանանք բայց իրականում Հայաստանը հենց այն կարևոր տեղն է որը ուզում են բոլորը ունենան դրա համար էին անընդհատ ասում եւ մենք պիտի սկսենք աշխատել մեր միջավայրի հետ պիտի հարաբերությունները կարգավորենք հասկանում եք այդ հարաբերությունները կարգավորելուց հետո մենք դառնում ենք աշխարհում կարևոր գործոն չափազանց կարևոր գործոն բայց այդ ճանապարհի խանգարում է ռուսական KGB-ի համակարգը որը ներդրված է ոչ միայն Հայաստանում մի ամբողջ Ադրբեջանի ղեկավարը հանդիսանում KGB-ի բան գործակալի չի մասին է խոսքը եւ տվյալներն էլ կան բայց քանի կարան շահեր քաղեն խաղում են հասկացանք այո ճիշտ է ասած ճիշտ է որ մորքուրի թիկնապահներին ձերբակալել են այո ճիշտ է ինչ որ ապօրինի զենք կրելու կասկածանքով բայց դա ես հիմա այդ թեմային չէի ուզում անդրադառնալ մի խոսքով ես ուզում եմ ժողովուրդ ջան որպեսզի դուք հասկանաք թե որքան պատկերը այլ է ես ուզում եմ հասկանանք որ մենք աշխարհից առանձին չենք ապրում մենք աշխարհի մի մասն ենք հանդիսանում եւ մեր հարցերը ուրախություն մեզ բոլորիս այլևս մենք պիտի լուծենք դա դժվար է դա ճգնաժամ աշխատանք է որովհետեւ բաներ կա մենք նոր ենք սովորում բայց դա անհրաժեշտություն է անկախ պետության պարագայում եւ սա մեր պապերի երազանքն է ունենալ իրապես անկախ պետություն եւ սկսել աշխարհի հետ աշխատել մենք աշխարհից առանձին չենք ապրում իսկ աշխարհի հետ աշխատելու համար պիտի կառավարությունը կարողանա իմանա գոնե իր ունեցածը եւ ներսում պիտի այլ ուժերը նույնպես լինեն կառավարելի ես չեմ ասում թե հնարավոր պետք է հասնել մի բանի երբ ազդեցության գործակալներ չունեն ոչ ամբողջ աշխարհում կան ազդեցության գործակալներ ամերիկայում կան ռուսական գործակալներ ռուսաստանում կան ամերիկյան գործակալներ անգլիայում ֆրանսիական գործակալներ չգիտեմ հնդկաստանում անգլիա սրա մասին չի խոսքը կան բայց դա պետք է լինի կառավարելի գործակալների գործունեությունը ոչ թե մտնեն զավթեն եկեղեցին սրբության եւ այսօր մեր ուղեղի մտքի սրտի մեջ այսքան թարախ լծրածները այս ամեն ինչի մեղավորներից մեկը հենց այս եկեղեցին ուզուրպացրածներն են որովհետեւ 10 ամյակներով քաղաքացու հետ չեն աշխատել ոչ մի աշխատանք բացարձակ եւ մարդը հեռացել է եկեղեցուց հուսահատվել է հուսալքվել է զզվել է որոշների պահ հիմա ես հասարակ բան եմ ասում այսօր հաղորդմանս ժամանակել եմ ասել երբ ես մեր Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցում են ասենք այդտեղի շինարարներից կհաստատեն իմ ասածը սա մի օր եկավ ֆռալու եւ նույնը կինո Ռոսիայի եկեղեցու հետ եղել ինչ որ ջղայնացավ բանվորների վրա այդ աշխարհի քֆուրները որ տվեց ու սրանք չէին կարա բան ասեն որ մաֆիոզ էր այդ հեղափոխությունից հետո է այսպես խեղճացել մտել է հիշեք էլի ժողովուրդ ջան մաֆիոզ էր աշխարհի քֆուրները Եվ կա մեկը, ով աշխատել է կոնկրետ իմ թվարկած կոնկրետ այս երկու եկեղեցիների վրա եւ կհերքի իմ ասածը։ Կա մեկը, բնականաբար չի լինելու մեկը։ Բաներ կա, մարդիկ են ապրում, տեսնում եւ այլն։ Եկել են սրբություն բառը օգտագործելով ու լավ իմանալով, որ մենք հայերս այդ բառերին
լուրջ ենք վերաբերվում, նրանք փորձում են դրա տակ իրաց կեղտոտ գործը անել, թույլ չենք տալու, անհնար է, այլևս անհնար է, ուրեմն որ ձեր արևին բան եք անում, յանի դե գիտեք բանա, ձեր ինչ գործ, դուք իրավունք չունեք, խառնվեք եւ այլն, ուրեմն ասեմ, ցանկացած մեկը, ով մկրտված է, ցանկացած մեկը ով մկրտվել է, նա արդեն հանդիսանում է եկեղեցու անդամ, թե լավ անդամ, թե վատ անդամ, կապ չունի, նա արդեն եկեղեցու անդամ է, որովհետեւ մկրտության ծիսակատարության մեջ կան բաներ, որոնք որ եթե մկրտվողը չընդունի, չի կարա մկրտվի։ Ու եթե դու մկրտվել ես, ուրեմն դու ընդունել ես ու եկեղեցու անդամ ես, ուրեմն ունես իրավունքներ, ու մեր իրավունքներից սրանից հետո որևիցե բլոճ չորոշի խոսա։ Բացի դա, անգամ եթե մկրտված չես հայ մարդ, անգամ եթե օրինակ կան մարդիկ աթեիստ են, այլ հավատքներ են կրում, կան մարդիկ չգիտեմ, տարբեր, հեթանոսներ, մարդը ազատ է, սա աշխարհիկ երկիր է, ու սահմանադրության մարդը ազատ է իր հավատքի մեջ, հավատքի ընտրության մեջ։ Ես կուզեի, որ բոլորս քրիստոնյաներ ենք, բայց հարցը դա չի։ Կան տարբեր մարդիկ, միևնույնն է, Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցին ցանկացած հայ մարդու պատմական մշակութային ժառանգությունն է, որը փոխանցվել է իր պապերից իրեն։ Ու որևիցե մեկը չի կարծի, իսկ Սուրբ Էջմիածինը ում է պատկանում։ Եթե ոչ հայ մարդուն։ Այնպես որ ամեն ինչն մեր գործն է, ու քանի դեռ չի չեղարկվել կուսակրոնության բանը, կանոնը, դուք պարտավոր եք հետևել այդ օրենքներին։ Տեր ասողիկը, դու ես արդեն գրառում արել եմ, եթերի նախորդ գրառումը ես կխնդրեմ ամբողջովին կարդալ ժողովուրդ ջան, որպեսզի նույնը նորից չկրկնեմ։ Հիմի հասկանում եք Տեր ասողիկը որտեղ է խառնվել իրար։ Խոսք են տվել, որ բան են տալու, բարձրացում, պավիշենի է լինելու։ Ուրեմն տես։ Հայր ասողիկը քահանա է եղել, կինը բաժանվել է իրենից ու հիմա ինքը կուսակրոն է։ Տեսեք, երբ որ կինը մահանում է, կարա կուսակրոն դառնա, բայց երբ որ բաժանվում է, դա ուրիշ է։ Եկեղեցական օրենքով, ով կնոջից բաժանվում է կամ կինն է բաժանվում, հիմնականում կարգալույծ են անում։ Ինչպես է եղել, որ ասողիկի պարագայում քահանայից դարձել է աբեղա ու հիմա էլ խոստացել են վարդապետություն։ Ինչ ուզում անում են եկեղեցում, զավթել են, ինչ ուզում, ասում են ձեր ինչ գործ։ Այսպես վարվում էին դաշնակները, կոալիցիոն կառավարության ժամանակ այսպես վարվում էին հանրապետականները եւ ինչպես Հայաստանի Հանրապետությունը ազատագրվեց այդ ուզուրպատորներից, այդ կաշառակերներից, այդ հանցագործներից, այնպես էլ միաձայնատշտիկը սրա միացում։ Այնպես էլ ազատագրվելու է Հայաստանից առաքելական սուրբ եկեղեցին եւ եթե կա մարդը կկարծի որ այ գնելա հավատքի ախր նա երբ եթե ես ինչ որ բան պակաս եմ արել առաստված կամ ինչ որ բան սխալ եմ գիտակցել ու մտածել դա եղել է չէ սրանը դա եղել է սունկեն հենա միայն ու միայն ձեր բաց թողումը ձեր հակա քրիստոնյա որովհետեւ դու չես կարող խուլիգան լինես գաց ինձ համոզեց որ խուլիգանությունը Աստծո սրտով է արի դու էլ խուլիգան եղի ես տեսնում եմ որ դա վատ է ու անկախ նրանից թե դու Աստծո անուն կտաս թե ինչի անուն կտաս ես չեմ մտնի դրա մեջ այդ նույն բանը արել եք դուք զավթելով եկեղեցին հայ մարդուն հեռացրել եք եկեղեցուց այսքան բան ժողովուրդ ջան սա ազգային անվտանգային լրջագույն կարևորագույն հարց է եւ աշխարհը մեր հետ կսկսի աշխատել ու ավելի լավ կսկսի աշխատել այն պարագայում երբ որ այս սրիկաները թող գնան ծառայեն իրանց տերերին հարցը չի Կրեմլին թող գնան ծառայեն բայց ոչ Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցու անվան տակ հայ անվան տակ դա թույլ չենք տա այսպես լավ եղեք շնորհակալություն եթերը կիսելու տարածելու համար էջս չափազանց пассивացել է մեծ հարցակումներ կա երևի են մի 5000 պակիստանցի կային մի որոշ ժամանակ առաջ դրանք թափով կպնում փոկվում են երևի էլի աշխատում են տենց էջից վրա այնպես որ մենակ դրա համար խնդրում եմ որպեսի տարածեք այս եթերը մենակ դրա համար որպեսի էջը էլի ակտիվանա իսկ շաբաթօրը Սասունցի Դավիթ արձանի մոտ տեղի կունենա քաղաքացիական զբոսանք։ Մենք գնալու ենք զբոսնելու, ովքեր զբոսնելու ցանկություն ունեն, շփվելու ցանկություն ունեն, բոլորիդ հրավիրում եմ
Շաբաթ օրը Սասունցի Դավիթ։ Կհանդիպենք ժամը 6-ին։ Բարի գիշեր։